Ողջույն։ Փաշինյանի օրն էլ օր չէ։ Նկատի չունեմ միայն այն, որ ամեն օր հայհոյանքի կա մեղմ ասած խիստ քննադատության կիզակետում է։ Մեկ տեսնում ես Մոսկվայում է ելույթ ունենում, հաջորդ օրը Նյու Յորքում, ՄԱԿ կենտրոնականում, դրանից մեկ օր անց Ստրասբուրգում ԵԽԽՎ ամբիոնին է կանգնած։ Առավոտից իրիկուն օր անցնում է ճամփորդելու ու խոսելու մեջ։ Ելույթներն էլ միշտ նույնա բովանդակ։ Կարող ենք բնորոշել այսպես. անկեղծորեն ստում է։ Սեպտեմբերի 30-ին օրինակ ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովում։ 25 րոպե, 8 էջ, այնքան շատ սուտ, այնքան մանիպուլյացիա, որ 25 րոպեն ստերից առանձնացնելու համար մի քանի թողարկում է անհրաժեշտ։ Անդրադառնամ մի քանիսին ընդամենը։ Սուտը մանիպուլյացիան հենց սկզբի պարբերություններից է։ Նախ խոսում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից, թե բա ես ընդդիմության շարքում էի, հետո ստիպված էի ընդհատակ անցնել, հետո կամավոր կերպով դուրս եկա ընդհատակից, որից հետո կալանավորվեցի, դատապարտվեցի 7 տարվա ազատազրկման։ Եվ ես ասում է պայքարում էի ժողովրդավարության համար ու սպասում էի ԵԽԽՎ բանաձևերին։ Չի ասում ինչու էր անցել ընդհատակ, ինչի համար է կալանավորվել ու դատապարտվել։ Նախ ոչ թե ընդհատակ, այլ փախուստ արդարադատությունից, զանգվածային անկարգություններ հրահրելուց, ոստիկանությանը եւ ժողովրդին բախման տանելուց, Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետից թալանված սնունդը ուտելուց հետո։ Բայց դե հուսա չէր ասելու այդ ամբիոնից։ Շատ հետաքրքիր կլինի իմանալը, թե ինչու որոշեց վերջ տալ փախուստին, իր ասած ընդհատակին, ինչ պայմանավորվածության արդյունքում։ Շատ հետաքրքիր կլինի իմանալը, թե ինչու որոշվեց, որ 7 տարի ազատազրկման դատապարտվելու պարագայում պետք է նստի ընդամենը մի տարի 11 ամիս։ ԵԽԽՎ ամբիոնից կարծում եմ սա էլ պետք է պատմեր։ Իր 8 էջանոց ելույթի 3 էջը այն մասներ, որ իրենից առաջ Հայաստանում ժողովրդավարություն չկար։ Ընդդիմությունը ճնշվում էր, կալանավորվում էր հանիրավի, այդ պարագայում այդ ամբիոնից թող բացատրեր, թե ինչպես եղավ, որ երկրում, որտեղ ժողովրդավարություն չկար, իրեն զանգվածային անկարգություններ կազմակերպելուց հետո, հրահրելուց հետո, որին 10 մարդ էր զոհ գնացել, ոչ ժողովրդավար երկրում 7 տարի ազատազրկման են դատապարտում, բայց նստում է 2 տարուց պակաս։ Երկրում, որտեղ ըստ իրեն արդար, ազատ ընտրություններ երբեք չեն եղել, այդ անարդար ընտրությունների պարագայում իրեն դարձնում են ազգային ժողովի падգամավոր ու հետո իրեն փոխանցում են վարչապետի աթոռը։ Այ դա պետք է պատմեր։ Ասում է ես պայքարում եի ժողովրդավարության համար ու այդ պայքարի ընթացքում թալանում են խանութներ, մայրաքաղաքի կենտրոնը սարքում են գազա եւ 10 զոհի է հանգեցնում այդ ժողովրդավարության պայքարը։ Նիկոլ Փաշինյանը խոսում է մարտի 1-ի դեպքերով իր նկատմամբ արդարության դատավճռից, իսկ արդարացումը այդ այսպես կոչված երբ տեղի ունեցավ։ Այն ժամանակ, երբ ինքը վարչապետ էր ու արդեն հայտարարել էր, կա տենց մի դատավոր, որի ասածները չանի։ Էս է իրականությունը։ Այո, ճիշտ է ասում, սպասում էր զեկույցների ԵԽԽՎ-ից։ Նիկոլական ընդդիմության նպատակը միշտ եղել է Հայաստանը զեկույցների տակ տեսնելը։ Ուղղակի նույն զեկուցողները, զեկույց ներկայացնող կազմակերպությունները, որ իրեն հրավիրել են բարձր ամբիոնին, հիմա խուլ ու համր են Հայաստանում հակաժողովրդավարության նկատմամբ։ Մյուսը։ Ասում է 2018 թվականի ժողովրդավարական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից ի վեր իշխանությունը Հայաստանում որևէ ընտրություն կեղծելու փորձ անգամ չի արել։ Լկտի սուտ, ինչպես ասում են։ Գիտեք, ընտրություն կեղծելը միայն քվյատուփը գողանալը չէ, միայն կրկնակի քվեարկությունը չէ, ինչը որ հիմա էլ է լինում, միայն մի բնակարանի վրա 90 հոգու գրանցումը չէ, ինչը որ հիմա էլ է կանում, անգամ գերեզմանատների վրա է ընտրողների գրանցել։ Ընտրություն կեղծելը նաև մրցակից թիմի անդամներին կալանավորելը ընտրությունների փուլում, խուզարկություններ անելը անհարկի, քարոզարշավի ժամանակ ասֆալտ անելը, քարոզարշավը չմեկնարկած տարբեր մասնագետների հավաքելն ու ցուցում ու խոստումներ տալը, հիմնարկ նորոգելը ու բացումը անել քարոզարշավի ժամանակ, մարդկանց բռնի տանել հավաքներին, դրանք լիուլի անում է այսօրվա իշխանությունը։ Իհարկե ընտրությունների ամենամեծ կեղծումներից է այն, որ սիրուն խոստումներ են տալիս ընտրվելու համար, հետո անում են ճիշտ հակառակը։
Ասում է մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ հիմա, ինչը անհնար էր 2018 թվականի հեղափոխությունից առաջ։ 2016 թվականին ԿՊԱ-ական կոկորդի լոցագետը ընտրվում է համայնքապետ Նոր կյանք գյուղում։ Այն ժամանակ, այսինքն, ԿՊ-ն համագործակցում էր ՀՀԿ-ի հետ, եթե ոչ, ապա ընդդիմադիրը ո՞նց դարձավ համայնքապետ։ Բայց Նիկոլը չի ասում, քան ընդդիմադիր կա, որ հաղթել ընտրություններում, որից հետո քրեական գործեր է շալակել, կալանավորել եք, ինչպես օրինակ Վանաձորում, Բերդում, Մեղրիում, Գյումրիում, կամ հաղթել է, բայց արդյունքում ԿՊ-ն է տիրացել աթոռին, ինչպես օրինակ Վեդիում, Թալինում, Ալավերդիում, Ախուրյանում եւ այլուր։ Գիտեք, լրիվ ուրիշ բան է, որ երկրի ընդդիմության ներկայացուցիչը մասնակցում է միջազգային կոնֆերանսի, ԵԽԽՎ նիստերին ու դժգոհում երկրի իշխանությունից, բայց լրիվ ուրիշ բան է, երբ երկրի փաստացի ղեկավարողն է գնում ու բողոքում երկրից։ Իսկ որ զավեշտ է, բողոքում է նրանից, ինչ որ ինքն է անում բոլորից շատ։ Ով չգիտի, որ այսօր Հայաստանում ամենաշատ ֆեյքերը պատկանում են իշխանությանը։ Էլ ֆեյք էջեր, ֆեյք լրատվամիջոցներ, անգամ հիմնարկ ունեն ֆեյքերի ՊՕԱ կանոնով, որը վճարվում է հարկատուներիս կողմից, ու նա գնում, խոսում է ապատեեկատվության մասին ԵԽԽՎ ամբիոնից։ Չեմ անդրադառնում ժողովրդավարության մասին դատարկաբանություններին։ Օրը մի քանի հոգու սպանում են փողոցի մեջտեղում, իր տան բակում անգամ։ Մարդասպաններին արդարացնում են, դատարանների կալանքից ազատում են հաճախ, ընդդիմադիր գրառումներ անողներին, ելույթ ունեցողներին բռնում են։ Այդ սաղ տեսնում են նույն ԵԽԽՎ ներկայացուցիչները, որոնց առաջ Փչան Թոթորոսը ժողովրդավար իշխանությունից է խոսում։ Չեմ խոսում ծիծաղելի դարձած մարդը ամենակարևոր արժեքն է արտահայտությունից։ Այդ ԵԽԽՎ ամբիոնից ելույթը լսողները տեղյակ էին վստահաբար, որ մարդը ամենակարևոր արժեքն է ասող իշխանությունը մարդկանց գլխին սարքում է կալանավորում, 5000 ամենակարևոր արժեքի տարել է մահվան, մի շարք զոհերի հարազատների վրա քրեական գործեր է հարուցել, կալանավորել, 150,000 հոգու տեղահան է արել։ Մարդը կարևոր արժեք է, բայց ում համար։ Ձեր։ Մյուսը Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսպես կոչված սահմանազատումն է։ Ըստ Փաշինյանի 2024-ին առաջին անգամ սահմանահատվել է 12 կիլոմետրանոց միջպետական սահման, Ալմատիի հռչակագրով եւ այլն եւ այլն։ Դարձյալ մանիպուլյացիա։ Չի ասում ինչ է ստացել Ադրբեջանը դրանից, ինչ է ստացել Հայաստանը դրանից ու որքանով է արդարացի գծել սահմանը։ Իսկ որպեսզի իրականություն ասել, պետք է շեշտել, որ Հայաստանը հանձնել է գյուղեր, բայց ստացել է փոխարենը մի քանի հատ արմատուրա, որ խփի որպես սահման։ ԵԽԽՎ-ում դարձյալ խոսեց այսպես կոչված խաղաղությունից, Վաշինգտոնից, Թրամփից, որը մինչև այսօր իր անունն էլ անգամ չի հիշում։ Դարձյալ նեղսրտեց լսելով Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Ասում է, որևէ մեկը իրավունք չունի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որը ընդունված չէ Հայաստանի Հանրապետության կողմից։ Նյու Յորքում էլ էր բողոքում, որ Ալիևն ասում է անդադ Զանգեզուրի միջանցք։ Սա եկաբոյն առած գնացել կռիվ է տալիս, այն էլ հեռակա, թե Զանգեզուրի միջանցք մի ասեք։ Անվան կռիվ է տալիս։ Հիմա որ նա չի կարողանում այնպես պայմանավորվել, որ գոնե անունը իր ուզածով ասեն, հետաքրքիր է էլի, ոնց է կարողանալու պայմանավորվել մյուս հարցերը, որ օրինակ տեղափոխումը իր ուզածով լինի։ Ոնց է կարողանալու պայմանավորվել, որ ասենք չհարցակվեն, ոնց է էլի անելու։ Դե հիմա թող զանգի Թրամփին, հիշեցնի ով է, ասի ես այն մյուս տղեն եմ։ Հա, մեկ էլ շնորհավորի, որ այսօր խաղաղությունը 1 ամիս 23 օրական է։ Վաղն էլ կարող է զանգել ու շնորհավորել 1 ամիս 24 օրական լինելու արդիվ։ Կարճ ասած։ Մի անգամ Փաշինյանը կարծեմ ասաց, որ իր ելույթները ինքն է գրում։ Դա ասում էր որպես իբր առավելություն։ Սակայն մեր գլխով անցած այս ամբողջ ողբերգությունների պատճառների թվում է նաև այն, գրել ու խոսել է ինչ ուզում է, ինչ մտքով անցնում է։ Այդ ընթացքում ոչ նայել է պատմությանը, ոչ փաստերին է նայել, ոչ իրականությանն է նայել, ոչ նայել է ու ինչն է կարելի, ինչը չի կարելի, ոչ էլ գիտակցել է հետևանքները։ Այդ հետևանքները մեր երկիրը մենք զգում ենք մաշկի վրա։